Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա զինադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ուկրաինան հայտնել է իր պատրաստակամությունը ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ պայմանով, որ նույն քայլին կգնա նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Բանակցություններից հետո գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում բանակցություններ էին մեկնարկել Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջև։ Այս բանակցությունները հաջորդում են Զելենսկի-Թրամփ հայտնի միջադեպին։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել էր Սպիտակ տունը, առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկին մատնանշել էր վերջինիս անհարգալից վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ, մեղադրել անշնորհակալ լինելու համար, իսկ փոխնախագահ Վենսը ասել էր, թե Զելենսկին մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիևին ցուցաբերած աջակցության համար։ ԱՄՆ նախագահ Զելենսկուն մեղադրել էր երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղալու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու եւ հրադադար չցանկանալու համար։ Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։